Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 4։ Նոր մարդը։ Որպես Քրիստոսի հետևորդներ մենք պետք է հավատանք Աստծո խոսքին և ընդունենք որպես ճշմարտություն այն, ինչ նա ասում է, որ մենք ենք։ Սա նշանակում է, որ մեր հին մարդը ներկայացնում է այն մարդուն, ով դեռ փորձում է հաճեցնել Աստծուն մարմնով։ Թեև նման մարդը ատում է մեղքը և չի ցանկանում վիրավորել Աստծուն, նրա խիղճը անընդհատ նրան մեղավորության զգացում է ներշնչում։ Հետևաբար նա պարտավորվում է հաղթահարել իր մեղքի խնդիրը։ Ես կփոխվեմ, այսօր ես կսկսեմ պայքարել իմ ծանր մեղքի դեմ, անկախ նրանից, թե ինչ գինք ունենա դա։ Ես ուզում եմ, որ Աստված տեսնի, թե որքան եմ ես ջանասիրաբար փորձում։ Այդպիսի մարդը շատ քրտինք ու արցունք է թափում Տիրոջ առաջ։ Նա աղոթում և ծոմ է պահում Աստծուն ապացուցելու համար, որ բարի սիրտ ունի։ Նա կարողանում է օրեր շարունակ դիմադրել մեղքին։ Նա մտածում է, եթե դա կարող եմ անել 2 օր, ինչու ոչ 4 կամ նույնիսկ 1 շաբաթ։ Ամսվա վերջում նա իրեն լավ է զգում, համոզված լինելով, որ դարձել է ազատ մարդ, բայց հետո նրա հին մեղքը կրկին ի հայտ է գալիս և նա խորը հուսահատության մեջ է ընկնում, ապա ամեն ինչ նորից է սկսվում։ Նրա մարմնով մարդը խաչվեց Քրիստոսի հետ և սպանվեց Աստծո աչքերում։ Իրոք, Պողոսը մեզ ասում է, որ հին մարդը խաչի վրա մահացած հռչակվեց։ Հիսուսը այդ հին մարդուն իր հետ տարավ գերեզման, որտեղ նրան թողեց մեռնելու և մոռացության մատնվելու։ Նոր մարդը նա է, ով հրաժարվել է ամեն մի հույսից Աստծուն հաճեցնելու մարմնական որևէ ջանք գործադրելով։ Նա մահացավ հին մարմնավոր ապրելակերպի համար։ Հավատքով նա հասկացավ, որ Աստծուն հաճեցնելու միայն մեկ ճանապարհ կա, և նրան հաճեցնելու ճանապարհը այն է, որ Քրիստոսը դառնա ամենը մեր համար։ Այս նոր մարդը միայն հավատքով է ապրում։ Քանի որ արդարը հավատքով կապրի, նա այնքան կատարելապես է հավատում Աստծո խոսքին, որ ուրիշ ոչնչի վրա չի դնում իր հույսը։ Նա ամեն ինչի աղբյուրը գտնում է Քրիստոսի մեջ, ով լիովին բավարար է։